Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգությունը դեռ երկար է ծանրանալու հասարակության գիտակցության վրա։ Տիգրան Հովհաննեսովի մահվան շուրջ բացահայտումները ոչ միայն ցավ և ցասում են առաջացրել, այլև նոր հարցեր են ծնել, հատկապես կապված երեխայի մահվան ճշգրիտ ժամկետի, մարմնի տեղափոխման և պատասխանատու մարմինների աշխատանքի հետ։ Այս օրերին առավել ցնցող քննարկումներից մեկն այն է, որ կամավորներից մեկը հայտնել է, որ երեխան մահացած է եղել ոչ թե այս ամբողջ 6 օրերի ընթացքում, այլ ընդամենը 2-3 օր, ինչը ենթադրում է, որ գուցե ինչ-որ մի պահի նա դեռ ողջ է եղել, իսկ հետագայում միայն մահացել և թաքցվել է։ Այս ենթադրությունը հասարակության մեջ առաջ բերեց վախենալու մի հարց. արդյոք հնարավոր է, որ փոքրիկ Տիգրանը ինչ-որ պահի ողջ է եղել, իսկ պետությունը, իրավապահները և որոնող խմբերը պարզապես չեն հասցրել նրան փրկել։ Ինչ է այս պահին հայտնի։ Տիգրանը համարվում էր անհետ կորած հոկտեմբերի 27-ից։ Տին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ջիլ համայնքի ցուցանակի մոտ դաշտամիջյան հատվածում։ Նախարարի հայտարարությամբ նախնական տվյալները վկայում են, որ երեխային սպանել է հայրը՝ խեղդամահ անելով։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխայի մարմնի վրա վնասվածքներ կան, հայրն արդեն կալանավորված է։ Սրանք պաշտոնական ու անվիճելի փաստեր են, իսկ ինչն է դեռ մութ, այս պահին հստակ չեն մի շարք կարևոր կետեր. մահվան իրական օրը, մարմնի տեղափոխման ու թաքցման ճանապարհը, հոր շարժը, տեսախցիկների, ալիբիների, վկաների տվյալներով տարածքի վերահսկման մեխանիզմները որոնման ընթացքում։ Եվ ամենակարևորը, երեխան արդյոք ողջ է եղել մի պահ, երբ արդեն հայտարարված էր անհետ կորած։ Եթե կամավորների արձանագրած 2-3 օր առաջ տվյալը ճիշտ է, ապա դա սարսափելի հետևություն ունի։ Տիգրանը կարող էր կարճ ժամանակով, բայց ողջ մնացած լինել այն պահին, երբ ամբողջ երկիրը որոնում էր նրան։ Ինչ է եղել իրականում, որտեղ է թաքցված եղել փոքրիկ Տիգրանը։ Կան տեղեկություններ, որ մարմինը մեկանգամից ավելի է տեղափոխվել։ Դա նշանակում է, որ մեղադրյալը փորձել է մոլորեցնել որոնողներին, փոխել վայրերը, շեղել ուշադրությունը։ Սա արդեն ոչ թե պահի վրա գործած հուզային հանցագործություն է հիշեցնում, այլ գիտակցված հետքերը թաքցնելու փորձով։ Եթե երեխային իսկապես սպանել են ոչ թե առաջին օրը, այլ մի քանի օր անց, ապա սա կոպիտ և անխուսափելի հարց է։ Եթե նա այդ օրերին ապրում էր, բայց լուռ և անօգնական թաքցված էր մի վայրում, որտեղ էին իրավապահները։ Եթե ինչ-որ մեկը կարող էր գտնել նրան, եթե որոնումներն ավելի համակարգված, ավելի խիստ վերահսկելի, ավելի խորքային կազմակերպվեին, այդ դեպքում սա դառնում է ոչ միայն ընտանեկան ողբերգություն, այլ պետության, համակարգի վերահսկողության բացակայության ահազանգ։ Ինչ սպասել։ Դատաբժշկական եզրակացությունն ամենակարևորն է, այն կտա խոչընդոտները վերացնող պատասխան, որ օրը և ինչ պայմաններում է մահացել երեխան։ Տեսախցիկների և տեղաշարժի ամբողջ վերլուծությունը պետք է դառնա հրապարակային։ Իրավապահների գործողությունները պետք է քննադատորեն գնահատվեն։ Կարող էր փոքրիկը փրկվել, եթե ինչ-որ բան արվել էր այլ կերպ։ Այս պահին մենք գիտենք միայն մեկ բան՝ Տիգրանը հնարավոր էր փրկել, եթե նա իսկապես 2-3 օր առաջ է մահացել, և այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցին չէր տրվել հստակ պաշտոնական անժխտելի պատասխաններ, հասարակության ցավն ու թեժ քննարկումները չեն մարելու։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան գրառում է կատարել. Ներքին գործերի նախարարի խոսքը իհարկե հասկանալի է, բայց անգամ այս դեպքում այդուհանդերձ առաջանում է նվազագույնը մի հարց։ Լրագրողների հետ զրույցում նա ասում է, թե ըստ հոր նախնական ցուցումի նա իրականացրել է երեխայի մարմնի տեղափոխություններ։ Այսինքն ստացվում է, փրկարարները և ոստիկանությունը 6 օր իրականացնում են որոնումներ, բայց չեն գտնում, որովհետև երեխայի հայրը պարբերաբար տեղափոխում է երեխայի մարմինը։ Կրկնեմ, սա ասում է ներքին գործերի նախարարը։ Բայց ներքին գործերի նախարարը մի բան էլ է ասում, որ հոր կատարած սպանության վարկածը իրենք դիտարկել են առաջին իսկ օրվանից։ Առաջանում է հարց. առաջին իսկ օրվանից դիտարկել են հոր սպանության վարկածը, բայց այդ պահից իսկ հսկողություն չեն սահմանել, թե ուր գնաց հայրը, երբ գնաց, ինչու գնաց։ Միթե տրամաբանական չէ, որ եթե կասկածում ես հորը, ապա պետք է հսկողության տակ լինի նրա ամեն քայլ
քայլը պետք է նրա հանդեպ լինի հետևելու մշտական ռեժիմ։ Ինչպես կարող է երեխայի հայրը պարբերաբար տեղափոխումներ անել, եթե առաջին իսկ պահից դիտարկել են այդ վարկածը։ Ինչու չի հաջորդել անմիջական հսկողություն այդ պահից սկսած, երբ երեխայի հայրը քայլ անգամ չպետք է կարողանար անել առանց ոստիկանության իմացության։ Ավելին, նույնիսկ անկախ վարկածներից, անհետ կորած երեխայի ընտանիքի անդամների ցանկացած տեղաշարժ պետք է լիներ իրավապահների հսկողության տակ։ Սա հուշում է պարզ տրամաբանությունը, անգամ ոչ մասնագետների համար։ Այսպիսով, թեև ներքին գործերի նախարարը հանրայնացնում է, թե սպանությունը կատարել է հայրը, այդուհանդերձ նրա հայտարարությունները առաջացնում են հարցեր։